Դուք երբևիցե մտածել եք, թե ինչու են աշխարհի բոլոր կրոններում մարդիկ ծնկաչոք աղոթում։ Կա մի խորը վարկած։ Մեր ծնկները ֆիզիկապես կրում են մեր անցյալի բացասական էներգիան եւ չլուծված վախերը։ Այսօր միասին կբացահայտենք, թե ինչու է ծնկաչոք դիրքը հանդիսանում մեր բեռներից ազատվելու ամենահին մեխանիզմը։ Մեր մարմինը մեր էմոցիոնալ պատմության քարտեզն է։ Ծնկները կրում են ճկունության, անձնման եւ առաջ շարժվելու էներգիան։ Մետաֆիզիկայում ծնկի ցավը նշանակում է դիմադրություն կյանքի հոսքին։ Երբ մենք չափազանց համառ ենք կամ հրաժարվում ենք փոխել ուղղությունը, այդ ամբողջ լարվածությունը կուտակվում է հենց այս հոդերում, հաճախ որպես անցյալի տրավմայի կամ սերունդների բեռների հետք։ Այս էներգետիկ բեռը նույնիսկ տարբերվում է։ Եթե ցավում է աջ ծունկը, դա հաճախ կապված է արտաքին խնդիրների հետ։ Սա խորհրդանշում է վախ առաջ շարժվելուց, ինչպես նաև իշխանության հետ կապված դժվարություններ։ Իսկ եթե ցավում է ձախ ծունկը, խնդիրը ներքին է, անցյալի խնդիրներ կամ ինտուիցիան չլսելու զգացում։ Ծնկաչոք դիրքը, որը կիրառել է նույնիսկ Հիսուսը Գեթսեմանիայում, խոնարհության գերագույն արարքն է։ Երբ մենք ծունկ ենք ծալում, մենք ֆիզիկապես ընդունում ենք, որ պետք է հանձնվենք։ Այս դիրքը հեռացնում է էգոյի վերահսկողությունը, ինչը թույլ է տալիս բաց թողնել կուտակված լարվածությունը։ Բացի այդ, ծունկը ծալելը մեզ էներգետիկապես հողակցում է արմատային չակրայի միջոցով, ցրելով վախի եւ անապահովության զգացումները։ Ժամանակակից գիտությունը զարմանալիորեն հաստատում է այս կապը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնկի քրոնիկ ցավը մշակվում է ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են վախի եւ դեպրեսիայի համար։ Բայց ամենակարևորը, գիտնականները ապացուցել են, որ հոգեկան առողջության վատթարացումը նախորդում է քրոնիկ ծնկի ցավին։ Սա նշանակում է, որ մեր էմոցիոնալ բեռը իսկապես կարող է ֆիզիկական խնդիրներ առաջացնել մեր ծնկներում։ Այսպիսով, ծնկաչոք աղոթքը մեր ներքին դիմադրությունը բաց թողնելու բնածին մեխանիզմ է, որպեսզի ազատենք մեր ծնկների էներգետիկ արգելափակումները, անհրաժեշտ է զարգացնել ֆիզիկական եւ մտավոր ճկունություն։ Կիրառելով յոգայի այս դիրքերը, որոնք հատուկ ուղղված են լարվածության ազատմանը ոտքի հոդերից։ Հիշեք, ծնկի ցավը ոչ թե պատիժ է, այլ զանգ ուշադրության համար։ Եթե ձեր ծնկները ցավում են, ժամանակն է կռվել ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Թողեք համառությունը, ընդունեք փոփոխությունները եւ ճկուն եղեք։ Իսկ դուք երբևիցե մտածել եք, թե ինչու են ձեր մատերի ծայրերն այդքան զգայուն։ Դրանք մեր մարմնի ամենազգայական մասերն են, լի փոքրիկ սենսորներով, որոնք կարող են զգալ նույնիսկ մազից բարակ փոփոխություններ, բայց այս ֆիզիկական ճշգրտության տակ թաքնված է էներգետիկ գաղտնիք։ Հին ուսմունքների համաձայն մեր մատները տիեզերքի 5 հիմնական տարրերի բանալիներն են։ Յուրաքանչյուր մատ ներկայացնում է տարբեր տարր եւ կառավարում է մեր ներքին կյանքի ուժը։ Բութ մատը կրակն է, մեր կամքը եւ մարսողությունը։ Ցուցամատը օդն է, մեր շունչը եւ մտքերը։ Միջնամատը տարածությունն է, եթերը։ Մատնեմատը երկիրն է, մեր կայունությունը։ Բեժ ճկույթը ջուրն է, մեր զգացմունքները։ Երբ մենք մատները միացնում ենք հատուկ դիրքերում, մենք փակում ենք էներգիայի շրջանը։ Սա թույլ չի տալիս մեր կենսական ուժին ցրվել, այլ կենտրոնացնում է այն ներսում։ Օրինակ, բութը, մատնեմատը եւ ճկույթը միացնելով իրար մեզ դարձնում են ավելի կայուն եւ քաջ։ Այս կերպ մենք ուղղակիորեն աշխատում ենք մեր վախի եւ անհանգստության հետ։ Մատների այս դիրքի կարեւորությունը տեսնում ենք նաեւ բոլոր կրոններում։ Բուդդայի արձաններում բաց ափով բարձրացված ձեռքը կոչվում է անվախության ժեստ եւ խորհրդանշում է պաշտպանություն։ Քրիստոնեական սուրբ նկարներում Քրիստոսի օրհնող ձեռքի դիրքը նույնպես գաղտնագիր է։ Մատները ձևավորում են այս տառերը, որոնք համարվում են Հիսուս Քրիստոս բառերի հապավումը։ Այս ժեստը ոչ միայն անուն է հայտնում, այլև հիշեցնում է հավատքի կարևոր ճշմարտությունները, սուրբ երրորդությունը եւ Քրիստոսի երկակի բնույթը։ Այս էներգիայի փոխանցումը տեղի է ունենում նաև խոհանոցում։ Երբ մենք ձեռքով ենք պատրաստում ուտեստը, մեր մատների ծայրերով մենք փոխանցում ենք մեր կյանքի ուժը սննդին։ Եթե օրինակ խոհարարը լարված է, նա այդ լարվածությունն է փոխանցում։ Իսկ եթե պատրաստում է սիրով եւ դրական տրամադրվածությամբ, ապա այդ հավասարակշռությունն է փոխանցում։ Եվ թերևս հենց սա է պատճառը, որ նույն ուտեստը երկու տարբեր մարդկանց դեպքում կարող է ունենալ լրիվ տարբեր համեր։ Մեր մատները սննդի եզրափակիչ էներգետիկ զտիչն են։ Մատերի ծայրերի բարձիկները ոչ միայն զգայական գործիքներ են, այլև ճշգրիտ անջատիչներ, որոնք կարող են կառավարել ձեր ամբողջ էներգետիկ համակարգը։ Միացրեք ձեր մատները գիտակցաբար։ Դա ձեր ուժի կենտրոնն է։
Մենք ապրում ենք բորբոքված եւ անջատված աշխարհում։ Մեր կոշիկները, մեր տները եւ մեր ապրելակերպը մեկուսացրել են մեզ մեր ամենամեծ բժշկից՝ հողից։ Բայց ինչ կլինի, եթե ասենք, որ ցավից, ստրեսից եւ այլ հիվանդություններից ազատվելու ամենաարագ տարբերակը միշտ եղել է մեր ոտքերի տակ։ Դա գիտական փաստ է, որը կոչվում է կապ հողի հետ։ Երբ մենք բոբիկ ենք, մեր մարմինը սկսում է բնական լիցքավորում ստանալ։ Մեր երկիրը նման է էներգիայի մի անվերջ պահեստի։ Մեր մարմինը ժամանակակից կյանքի պատճառով կուտակում է վնասակար լարում, որը գիտնականներն անվանում են ազատ ռադիկալներ։ Այս գերլարումը հանգեցնում է բջիջների մաշվածությանը եւ քրոնիկ բորբոքման։ Երբ մենք դիպչում ենք հողին, այն մեր մեջ է մղում բնական մաքուր մասնիկներ։ Այս մասնիկները աշխատում են որպես հակաթույն, որոնք չեզոքացնում են մեր ներսի վնասակար լարումը, հավասարեցնելով մեր բջիջների աշխատանքը։ Այս անմիջական լիցքավորումը հանգեցնում է մեր ներքին համակարգի վերակայմանը։ Հողի հետ կապը տալիս է զարմանալի չափելի արդյունքներ։ Մասնավորապես, դադարում է մեր նյարդային համակարգի մշտական գերլարված պատրաստ ռեժիմը։ Մենք անցնում ենք հանգիստ, վերականգնող հանգստի ռեժիմի։ Սա նշանակում է ավելի լավ քուն, ավելի ցածր ստրես եւ ստրեսի հորմոնի կորտիզոլի ռիթմիկ կարգավորում։ Քրոնիկ ցավը եւ մարմնի բորբոքումը նվազում են, քանի որ երկրի մասնիկները բուժում են վնասված բջիջները։ Այն նվազեցնում է արյան խտությունը եւ մածուցիկությունը, ինչը թույլ է տալիս արյանը ավելի հեշտ հոսել։ Սա սրտային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու ամենապարզ եղանակներից է։ Մենք տեսնում ենք, որ գյուղական վայրերում ապրող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր մշտապես աշխատում են հողի հետ, հաճախ ունեն ավելի ամուր իմունիտետ։ Դա կապված է ոչ միայն թարմ սննդի, այլև հողի հետ ուղղակի շփման հետ։ Հողը լի է օգտակար մանրէներով։ Երբ մենք աշխատում ենք հողի հետ, մենք ներշնչում եւ ներմուծում ենք այդ մանրէները, որոնք մարզում են մեր իմունային համակարգը։ Երեխաները, ովքեր մեծանում են ֆերմերային միջավայրում, ունեն ավելի առողջ ներքին մանրէային համակարգ, ինչը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը։ Թեև ժամանակակից գյուղական բնակչությունը կարող է բախվել այլ առողջապահական խնդիրների, հողի հետ ակտիվ աշխատողների մոտ իմունային համակարգի այս առավելությունը անհերքելի է։ Մեր նախնիները գիտեին այս կապի մասին։ Մարդու եւ երկրի միջև կապը ցիկլիկ է։ Այն գիտություն է, որը հաստատում է հին իմաստությունը։ Մարդը ծնվեց հողից, իսկ մահացածներին ճանապարհում են ասելով. հողեիր, հող դարձիր։ Այս խոսքերը հիշեցնում են մեր ծագման եւ վերադարձի մասին, ցույց տալով, որ մեր էությունը անկախտելիորեն կապված է երկրի հետ։ Մի քանի րոպե բոբիկ քայլելը ծառահատված հողի, ավազի կամ խոտի վրա ամենահզոր, անվճար եւ հասանելի բուժիչ միջոցն է։ Ձեզ հետ պատահել է, որ երազում ինչ-որ բան տեսնեք եւ որոշ ժամանակ անց այն իրականանա, մանրամասն, մինչեւ վերջին դետալը։ Ինչպես է մեր ուղեղը կանխատեսում ապագան։ Դա պատահականություն չէ, դա մեր ուղեղի ամենախոր գաղտնիքն է։ Մեր ուղեղը մշտապես աշխատում է որպես ռադիոկայան տարբեր ալիքներով։ Երբ մենք արթուն ենք, մեր մտքերը արագ են։ Դրանք կոչվում են բետա ալիքներ, բայց երբ մենք սկսում ենք քնել, մեր ուղեղը դանդաղում է։ Մենք մտնում ենք ինտուիցիայի փուլ։ Սա թեթա ալիքների փուլն է։ Հենց այս փուլն է հանդիսանում ստեղծագործ մտքի դարպասը, որտեղ մենք իսկապես սկսում ենք հանգստանալ։ Իսկ հետո գալիս է ամենախորը, խորը հանգստի ալիքների փուլը։ Այս դելտա ալիքների փուլը ապահովում են մարմնի լիարժեք բուժումը եւ վերականգնումը։ Հենց այս ամենախորը հանգստի ժամանակ է, որ ծնվում է մեծ հարցը։ Շատ հնագույն ուսմունքներ եւ ժամանակակից տեսություններ պնդում են, որ մեր անհատական գիտակցությունը միայն մի փոքր մասն է մի մեծ եզերքի ընդհանուր գիտակցության։ Նրանք ասում են, որ դելտա փուլում, երբ մեր ուղեղը անջատված է արտաքին աշխարհից, մեր էներգետիկ դաշտը միանում է այս ընդհանուր եզերական դաշտին։ Կարծես թե տեղի է ունենում մի յուրօրինակ ալիքային կապ։ Այս կապի միջոցով մեր ենթագիտակցությունը կարող է ստանալ տեղեկատվություն, որը դուրս է ժամանակից եւ տարածությունից։ Սակայն կա ավելի գիտական բացատրություն։ Մեր ուղեղը զարմանալիորեն հզոր է։ Օրվա ընթացքում մենք անընդհատ տեսնում եւ զգում ենք բազմաթիվ մանր դետալներ, որոնք մեր գիտակցությունը չի գրանցում։ Մեր ընկերոջ հոգնած դեմքը, տան պատի ճաքը, ֆինանսական դժվարությունների մասին մանր ակնարկները։ Գիշերը, հատկապես դելտա փուլից հետո, մեր ուղեղը, ինչպես գերհամակարգիչ, հավաքում է այդ բոլոր մանր տվյալները։
մատերիալները եւ դրանցից ստեղծում է ամենահավանական սցենարը՝ կանխատեսումը։ Ստացվում է, որ երազը կատարում է իդեալական կանխատեսում, հիմնված այն ամենի վրա, ինչ մեր արթուն միտքը բաց է թողել։ Եվ վերջապես կա հիշողության հնարքը։ Մենք հազարավոր երազներ ենք տեսնում, որոնց 99%-ը մոռանում ենք։ Բայց եթե դրանցից մեկ երազ, որը շատ հուզական էր, օրինակ դժբախտության մասին, հանկարծ իրականանա, մեր ուղեղը այն կհիշի մեծ ուժով։ Մենք ընտրողաբար հիշում ենք միայն ճիշտ կանխատեսումները եւ մոռանում ենք մյուս բոլոր սխալները։ Այսպիսով, անկախ նրանից, թե դա տիեզերքի ընդհանուր գիտակցության անսովոր կապն է, թե մեր ուղեղի զարմանալի վերլուծական ուժը, մեր երազները միշտ ունեն խորը իմաստ։ Դրանք արժանի են, որ մենք դրանց ուշադրություն դարձնենք։ Իսկ դու ինչ ես մտածում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանություններում, ինչպես նաև լայքիր տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս մեծ տարածում ունենա, եւ բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։